նայեք, լկտիությունը հասել է, այդ կոչը հետո անելու է, լկտիությունը հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ։ Ըստ էության ինչ է ինքնությունը։ Սա ինչ որ բաներ է, որոնց շնորհիվ սենց համակցված այդ ամենը մեզ հայ է դարձնում, որ մենք ասում ենք մենք հայ ենք, որովհետև պատկանում ենք հայ առաքելական եկեղեցու, որովհետև ծնվել ենք այստեղ, ապրում ենք այստեղ, Արարատն ենք տեսնում եւ այլ եւ այլ։ Հիմա սա է ինքնությունը։ Հիմա այ համբալ, ինչ ունես դրա հետ։ Ինչն է քեզ ստիպում, ամենայն լրջությամբ, ինչն է քեզ ստիպում, ուղղակի խիես ցավացնում քո քայլերով ամբողջ մի ժողովուրդ։ Ինչ ես ուզում ապացուցել։ Ում համար։ Ես փորձում եմ այդ տրամաբանական շղթան կառուցել, ասում եմ լավ, եթե մարդ գլուխ ունի, ենթադրում որ գլխի մեջ ուղիղ կա, ենթադրում այդ ուղը ինչ որ բիոքիմիայի, ինչ որ շնորհիվ աշխատում, ինչ որ մտածում, բան անում։ Իմ տպավորությունը, որ այստեղ ինչ որ պուլտ կա որևէ միտեղ եւ չիպ կա այդ գլխում եւ այդ պուլտը սենց կառավարվում է այդ գլուխը ինչ որ մի չիպով որևէ տեղից։ Հաստատ Հայաստանից չի։